հետ հայաց ձևով մենք հասկանում ենք մի բան, որ 99 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել կրկնակի ողբերգություն։ Ոչ միայն գլխատվել է պետությունը եւ զավթվել կազմակերպված քրեական խմբավորման կողմից, այլև զավթվել է նաեւ եկեղեցին։ Եվ մինչև հիմա, եթե պետության զավթման հետևանքները միայն մասամբ է հաղթահարված, ապա եկեղեցին մնում է այսպես դեռ չփոփոխված որևէ ձևով։ Ի վերջո, եկեղեցու բարձրաստիճան վերնախավը օրհնել է բոլոր կեղծված ընտրությունները, այդ ընտրությունները կեղծողներին, այդ ընտրությունների ընթացքում իրենց հաղթող հռչակածներին եւ ժողովրդի ընդվզման դեպքում էլ դեմ է դուրս եկել այդ բոլոր շարժումներին, որոնք ուղղված էին կեղծված ընտրությունները անվավեր ճանաչելու։ Այդ թվում նաեւ մարտի 1-ին 2008 թվականին։ Եվ ներկայումս ուղղակի մի հարց է դրվում. դուք սուտասան եք, թե սուտասան չեք, ընդամենը։ Եվ այս լռությունը, որը դուք վկայակոչեցիք, դրա ամենապերճախոս պատասխանն է չհերքող եւ այդ լռությամբ, որում բազմակի լռությամբ լավագույնս է հավաստում, որ այո, տեղի է ունեցել ուղղակի կեղծիք սուտ եւ այո, բարեվարկության նորմերը պահանջում են, որպեսզի այդտեղ տեղի ունենա փոփոխություն։ Ինչի համար է սա կարևոր պետության համար։ Կարող է թվալ, թե պետության ինչ գործն է, թող եկեղեցին իր մեջ այդ հարցը լուծի։ Եկեղեցին այս վերնախավի պարագայում ունակ չէ իր հարցերը ներսում լուծելու, շատ պարզ պատճառը, որովհետև նրանք բոլորը կապված են ինչ-ինչ բարեվարկության բացերով, որոնք կարող են, իսկ շատ հիմքեր կան դա պնդելու, դառնալ առիթ եւ հնարավորություն Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների հատուկ ծառայությունների կողմից դա շանտաժի եւ հետո հավաքագրման համար օգտագործելու նպատակով։ Օրինակ, ինչ նկատում եք անում։ Երբ կա շատ պարզ բարեվարկության խախտում, որը թաքնվում է, հատուկ ծառայությունները դա բացահայտում են իրենց համար, հետո սկսում են դրանով շանտաժի ենթարկել օբյեկտին, որից հետո հավաքագրում են սուս մնալու դիմաց։ Հիմա ով է Գարեգին-բային շանտաժի ենթարկում, որպեսզի նա սուս։ Հաշվի առեք հետևյալը, թե ում շահերն են նրանք հետապնդում իրենց քաղաքականությանը միջամտելու ընթացքում։ Այստեղ ուրիշ սուբյեկտ չկա, ում շահերը նրանք սպասարկում են, ընդ որում ինքնամոռաց, ինքնանվիրումով, հա, եւ ի վնաս մեր պետության եւ ի վնաս մեզ, ի վնաս եկեղեցու։ Ռուսաստանը նկատի ունեք։ Դուք ասացիք, իսկ ես շատ կուզենայի, որ հնարավորություն ունենայի ձեզ հերքել, բայց ինձ նման բան վիճակված չէ։ Այո, հենց Ռուսաստանը եւ այսպես կոչված ռուս, այսպես կոչված ուղղափառ եւ այսպես կոչված եկեղեցին, որը վերածվել է մի նեկրոֆիլ տոտալիտար աղանդի եւ այսօր հանդիսանում է Պուտինի կրիմինալ դիկտատուրայի բաղկացուցիչը եւ ապահովում է այն սերիական մարդասպանությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, ցեղասպանությունը, որը տեղի է ունենում Ուկրաինայում եւ դրան էլ նաեւ ներքաշում են բազմահազար հայության։ Ահա թե ինչի մասին է խոսքը եւ երբ որ նույն այդ աղանդի պարագլուխը, երբ որ Մեհրիբան Ալիևային էլ
մեդալեր շնորհում եւ այստեղ քննադատություն եղավ, հայ առաքելական եկեղեցին հատուկ հայտարարությամբ կոչ արեց ձեռնպահ մնալ, չի կարելի հայրիկ Կիրիլին հա բան ասել։ Ես սրանից էլ են կողմել ինչ լյուստրացիա եք ուզում։ Այս ամենը այո պետք է վերջ տրվի։ Հիմա Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ եւ ցավոք սրտի հայ առաքելական եկեղեցու վերնախավի մի մասը գործիքավորվել է այդ պատերազմում Ռուսաստանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ դա պետք է այո չեզոքացվի այդ վտանգը պետք է շատ լուրջ ընդունել եւ դրա դեմն առնել է պետք ինչն էլ եւ կարծում եմ փորձ է արվում անելու եւ հարցը դրվում է միայն մի բան դուք սուտասան եք թե դուք սուտասան չեք այո սուտասան են իսկ դա նշանակում է որ նրանք այնտեղ չպետք է այլևս լինեն մնացածն էլ արդեն քննարկելի է իսկ իհարկե շատ ցավալի է նույնիսկ խայտառակություն է սա որ առաջին նախագահը այս բախումից վերև իրեն չդիրքավորեց այլ դարձավ այս բախման կողմերից մեկի պաշտպանը ընդ որում հայտնվելով պատմության սխալ կողմում սա շատ եւ շատ ցավալի է երկրորդը հարցեր են առաջանում այստեղ իսկ հակասահմանադրականներ այդ կեղծված ընտրությունների օրհնությունները կեղծողների օրհնությունները դրա դեմ ընդվզումների դատապարտումները դրանք սահմանադրական էին սահմանադրականներ երբ որ հավաքվում էին եւ պահանջում էին ժողովրդի կողմից ընտրված իշխանության հրաժարական սահմանադրական է երբ մի սառեցվածը կաթողիկոսի օրհնությամբ թրև է գալիս փողոցներում եւ ինչ որ զառանցանքով լցնում փողոցները ել չեմ ասում զանգվածային անկարգություններ հրահրում դա է սահմանադրական բայց դրա մասին խոսելը հակասահմանադրական է հիանալի տրամաբանություն Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի համատեքստում հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանալու այս նոր կուրատորի օրոք որում թե Մոլդովայում թե Հայաստանում Մոլդովայում ընտրություններն աշնանն են մեր մոտ գարնանը Ռուսաստանն իր նպատակները չի թաքցնում հասնել իշխանության փոփոխության եւ այս ողջ աղբը միավորվել է այդ գեր նպատակի շուրջը իրենց հայրիկի գեր նպատակի շուրջը իրենք էլ որ կից շահառու լինեն մանր շահառուներ մանր բաժնետերերի կարգավիճակով ահա այս ողջ պերճանքը եւ թշվառությունը այս ամեն ինչ Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել ու կանխատեսումներ անել այստեղ, բայց ի վերջո այդ հարցը լուծում է պետք եւ եկեղեցին դա հետևորդներն են։ Եկեղեցի ի՞նչ է նշանակում հունարենից, հա, էկլեսիա, ժողով, իսկ հոգեվորականները սպասավորներն են եկեղեցու։ Հետևորդներին եկեղեցու հենց որոնք հենց եկեղեցին են, նրանք այո պետք է հաշվետու լինեն իրենց արածի եւ չարածի համար։ Հիմա այլ է հարցը թե ինչ մեխանիզմով։ Սա էլ քննարկելու հարց է, դե պատվիրակություն կլինի, այդ հարցերն էլ կքննարկի։ Իրականության հետ կապ չունի։ Ինչ արյան մասին է խոսքը։ Արյան թափողների օրհնողները դուք եք։ Կաթողիկոսի եղբայրներ terrorist օրհնում Մոսկվայում, բացեի բաց։ Մարդասպանի սերիական Ուկրաինա ուղարկելուց առաջ դրանից խոսացեք հետո այդ նույն terroristն էլ այստեղ խումբ էր ուղարկել terroristական ակտ գործելու որոնց չեզոքացրեց ազգային անվտանգության ծառայությունը բա դրանից խոսեք հետո երբ որ կրիմինալ ռազմորկայի ընթացքում դրեցին պայթացրեցին Մոսկվայում ինչ ասաց կաթողիկոսի եղբայրը սա հանցագործություն է մարդկության դեմ չէ հա Բա դրանից խոսացեք, ինչ արյուն, ով է արյունով ինչ արյան մասին է խոսքը։ Էլ չեմ ասում, արյան մասին ով է խոսում, մի փեդի գլուխ դաշնակ,
որը մի քանի քրեական գործերով ժամանակին անցել էր էլի համանման։ Հոկտեմբերի 27-ը կոչվում է Պորտկում։ Կարող է լինի, ինչն է ասում։ Քշի տանի։ Բաբոր հանկարծ մի տենց քո ասած Պորտկումն եղավ եւ ոտերը ջարդվեցին արդյունքում։ Բայց ժամանակ ինչ ես խոսելու։ Պորտկում է։ Չգիտես որ կողմ կա Պորտ կա։ Խելոք պահի քեզ։ Շատ խելոք։ Ականջներդ կախ։ Իսկ այս ամենը հնարավոր է դառնում, որովհետեւ պետությունը իր դերը չի կատարում։ Օրենքը չի գնում այն խախտողների հետևից։ Չի գնում։ Գրած է եկեղեցին անջատ է պետությունից։ Երբ որ մի սառեցված թրև է գալիս մերձ քաղաքական թեմաներով, օրենքը չի գնում նրա հետևից, որ ասի դու սահմանադրություն ես խախտում, այ սառեցված, տաքացված կամ վերասառեցված եւ այլն։ Դրա համար էս ամեն ինչն էլ այո, երբ հողամասը լավ չեն մշակում, ի՞նչ է տեղի ունենում։ Մոլախոտերը հորհորում են եւ վնասում են արդեն պատղատու ծառերին։ Հիմա խոսքը մոլախոտ չեզոքացնելու մասին։ Դա իրավաբանները պետք է զբաղվեն դրանով, չէ պետությունը չի զբաղվելու դրանով զբաղվելու են հետևորդները, որոնք եկեղեցին են եւ իրենց սպասավորներին այո պետք է կարգի հրավիրեն համաձայն եկեղեցական կանոնների, որոնք նրանք կոպտորեն խախտել են եւ թաքցրել։ Եվ էլ եմ ասում, ամբողջ հարցը ստեղ մեկն է, դուք սուտասան եք թե չէ։ Սա լինելու է բավական ծանր ընտրություններ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում, որին պետք է ինստիտուցիոնալ ձևով դիմագրավել եւ պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը։ Ռումինիայի փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր է, բայց դա հնարավոր է մի ձևով։ Պետության եւ հասարակության գործընկերություն։ Պետությունը պետք է անի իր գործը, հասարակությունը իր։ Եվ հասարակության մոտ Հայաստանում հարց է առաջանում. մենք ունենք պարտնյոր հանձինս պետության այստեղ եւ պետությունն այստեղ պետք է իր բարձրության վրա լինի, կլինի թե չէ կապրենք դուրս։